Միացյալ Նահանգների պետական առողջապահական Medicare եւ Medicaid ծառայությունների տնօրեն Մեհմեդ Օզը վերջին 2 օրը սոցիալական մեդիայի եւ ամերիկյան լրատվամիջոցների առաջին էջերում է Լոս Անջելեսի հայաշատ Վեննայս քաղաքից հրապարակած իր տեսանյութից հետո։ Բժիշկ Օզը համբավ է ձեռք բերել իր հեռուստաշոուի շնորհիվ, օրերս մեկտեղելով նախկին մասնագիտությունն ու ներկապաշտոնը, Վեննայսում նա նկարահանում էր հայկական փոքր բիզնեսներն ու հայերին մեղադրում առողջապահական խարդախությունների համար։ Տիգրանակերտ Թարմ Լավաշ կոչվող հացի փռի դիմաց կանգնած վստահեցնում, որ այդ տարածքի հոսպիսային եւ տնային խնամքի ընկերություններն իրականացրել են մոտ 3.5 միլիարդ դոլարի խարդախություն հայ-ռուսական հանցավոր խմբավորման կազմակերպմամբ։ Համայնքի արձագանքը ճուշացավ։ Տեսանյութի հրապարակումից հետո հայկական կազմակերպությունները հայտարարություններ տարածեցին Մեհմեդ Օզին դատապարտելով հայ համայնքին թիրախավորելու համար։ Հայերին միացել են նաև ամերիկացի կոնգրեսականներ, նահանգային ու տեղական ընտրված պաշտոնյաներ։ Խստորեն անշուշտ կթալաբարդենք այս բոլոր արարքը, որ նույնիսկ գարավարական պաշտոնյամը կարելի չէ այս մեկը ընե եւ այդ մեկը պետք է որ հստակաբար իր հետևանքները ունենա, այդ հետևանքները ուզենք որ իրակորձվին եւ մեր բոլոր ընկերներուն, բոլոր բարեկամներուն, գործակիցներուն գողորտորենք որ մնան մեր հետ եւ աշխատին մեր հետ ավելի արդարություն բերելու ըսնույթին։ Ամերիկահայ համայնքը Մեհմեդ Օզի վերաբերմունքի շարժարիթ է համարում այն հանգամանքը, որ նա 2022 թվականին Փենսիլվանիայում Սենատի ընտրություններում պարտվել է իր մրցակցին, որին սատարում էր հայ համայնքը։ Նա քննադատության էր արժանացել նաև հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար։ Չնայած այս ամենին նա որպես ամերիկյան պաշտոնյա իրավունք չունի մերկապարանոց մեղադրանքներով թիրախավորել հայկական համայնքը, ասում են հայ գործիչները։ Լոս Անջելեսի մեջ մենք ունենք 100-ից ավելի տարբեր լեզուներ, որ խոսվում են 10 միլիոն բնակիչների մեջ եւ խնդիրներ լինելու են, բայց ճիշտ չի որ միայն մեղադրել մեկ պստիկ, մեկ փոքր խումբը եւ ասել որ այսրանց պատճառով է որ էս է լինում։ Այս խոսում է իրեն նենգամիտությունի մասին եւ իրեն թույլությունի մասին, որ փորձում է այս առիթը օգտագործի, որ հայերին վատ ցույց տա։ Բժիշկ Օզի քայլը դատապարտում են նաև հայ իրավաբանները, գնահատելով հայերին թիրախավորելու հետևանքներն իրենց ոլորտում։ Նրանք չեն բացառում, որ հնարավոր են խարդախության դեպքեր, բայց միայն ամերիկահայերին մատնացույց անելը կանխակալ վերաբերմունք է ձևավորում համայնքի նկատմամբ։ Չարաշահում լինում է, բայց չի կարելի վերցնել հասարակության մի մասին փոքրամասնությանը, այսպես ասած վարկաբեկել, որովհետև դա անմիջական ազդում է այդ մարդկանց ճակատագրերի վրա։ Այսօր ես գնում եմ դատարան, արդեն ամերիկյան ջուրին այս մարդկանց նայում է օտար աչքերով։ Հայ գործիչներն ուշադրություն են հրավիրում նաև հանգամանքին, որ իր մեղադրանքները տարածելու համար Մեհմեդ Օզը ընտրել է ամենադիտվող ֆորմատը կարճ տեսանյութ սոցիալական հարթակում։ Այս հանգամանքը շեշտեց նաև Կալիֆոռնիայի նահանգապետը։ Gavin Newsom-ը փաստեց, որ Օզի TikTok-յան տեսանյութից հետո հայկական փոքր խանութի շրջանառությունը արդեն նվազել է 30%-ով։ Նույն պատկերն է նաև Օզի ցուցադրած թաղամասի մյուս հայկական բիզնեսներում։ Կալիֆոռնիայի նահանգապետի գրասենյակը քաղաքացիական հայց է ներկայացրել Մեհմեդ Օզի դեմ, նրան մեղադրելով հարավային Կալիֆոռնիայում ամերիկահայերի նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար։ Լիլիթ Սեթրակյան, Գարեգին Վարդանյան, լուրեր, Միացյալ Նահանգներ։